Ինչ ճանապարհներ են կառուցվելու հաջորդ տարի, քանի դպրոց է վերանորոգվելու, որքան է կազմելու տարեցներին վճարվող կեսաթոշակը, պարզ է դարձել այսօր։ Համենայն դեպս ընդհանուր առմամբ հայտնի է, թե որքան գումար ենք վաստակելու հաջորդ տարի, որքան ենք ծախսելու եւ որ ամենակարևորն է, փողը որքան կպակասի մեր պլանավորածն իրականացնելու համար։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ։ Պետական պատք համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը կազմելու է 53.6%։ Մի խոսքով, պակասող փողը ինչպես միշտ պատքով ենք վերցնելու։ Իսկ խոսքը մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլարի մասին է։ Արտաքին պարտքից սպասարկման համար դրա մեջ մտնում է տոկոսների մարումը եւ դրա մեջ մտնում է մայր գումարի որոշակի մարումներ, ծախսել է մոտավորապես 400 միլիարդ դրամ։ Հիմա այդ 400 միլիարդը ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունի մոտավորապես 500 միլիոն մարդկանց թոշակները բարձրացնել։ Կենսաթոշակները հաջորդ տարվա բյուջեով մնալու են նույնը, աճ չի պլանավորվում։ Փոխարենը պլանավորվում է մեծ ծավալի շինարարական, ճանապարհաշինական աշխատանքներ, ծրագրերի ֆինանսավորում սոցիալական, գիտական, կրթական եւ այլ ոլորտներում։ Գործադիրը ակադեմիական քաղաք նախագիծնել է հիշում։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25 թվականին պիլոտավորվել էր 2 մարզերում, շարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ։ Այսինքն պետությունը ծախսում է գումարներ, ստեղծում է ենթակառուցվածքներ, որոնք այդպես էլ տարիներով չեն աշխատում։ Խոսքը առաջնահերթությունների մասին է։ Ինչի վրա է պլանավորվում ծախսել գումարներ, որոնք չեն վաստակելու։ Ըստ այդմ, որքան պակասորդ ենք ունենալու գալիք տարի։ Առողջապահության ապահովության պահովիզս վստահեցնում է, որ տարվա ընթացքում կպարզվի, որ հնարավորությունները ճիշտ չեն հաշվարկել ու դա չի ներդրվելու։ Հայաստանի Հանրապետության բյուջետը պլանավորումը դարձել է ձեռքով կառավարվող ինչ-որ մի հատ գործընթաց։ Այդ ծրագրերի զգալի մասը այնտեղ դրած փողերով հանդերձ դրանք չեն կատարվում։ Այստեղ իհարկե հարց է առաջ գալիս, թե ինչպես է պետությունը պլանավորում լրացնել ֆինանսական միջոցների պակասը, որն ունենալու ենք հաջորդ տարի։ Հիշեցնենք, խոսքը գրեթե 1.5 միլիարդ դոլարի մասին է։ Հավանական է, որ պետությունը նորից բաժնետոմսեր թողարկի եւ վաճառի, որոնք վստահաբար կապահովեն բարձր տոկոսներ եւ կգրավեն միջազգային ֆինանսական խաղացողներին։ Հայաստանի Հանրապետությունը երբ որ 7.5%-ով բարձրատոմսերը տեղաբաշխեց, ուրեմն այդ տարբերությունը 7.5-ի եւ 3.5-ի նույն Հունաստանի նույն օրը տեղ ունեցած տեղաբաշխման միջև որ համեմատում ենք, տարբերությունը 10 տարվա համար կազմում է 260 միլիոն դոլար։ Այդ 260 միլիոն դոլարը բնականաբար գնացել է մի բրոկերային գրասենյակի օգնությամբ մի քանի ընտանիք ֆինանսական շնաձկերի։ Ըստ մասնագետների, միջին վիճակագրական քաղաքացիներն իրենց մաշկի վրա բյուջեի պակասորդի ազդեցությունը զգալու են մանր-մունր հարկերի տուրքերի բարձրացման տեսքով։ Դրանք բարձրանալու են ոչ թե հենց քաղաքացիների, այլ բիզնեսի համար։ Բիզնեսն էլ ավելացած ծախսերը փոխհատուցելու համար բարձրացնելու ապրանքների եւ ծառայությունների գները, որոնք էլ դուրս են գալու քաղաքացու գրպանից։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։